Հրեղենձին ազատության, կրքի և առաջնորդության խորհրդանիշ է։ Սա այն ժամանակն է, երբ անհնար է տեղում կանգնել, ով համարձակվի գործել, կհայտնվի առաջ։ Սա համարձակ գործողությունների, ուժեղ զգացմունքների, փառասիրության և փոփոխությունների ժամանակ է։ Անիրական ամեն ինչ կանհետանա, և անկեղծությունն ու եռանդը կբերեն արժանի հաջողություն։ Ձին կօգնի նրանց, ովքեր հավատում են իրենց և չեն վախենում իրենց կյանքը փոխելու հնարավորություններից, բայց կփորձարկի անցյալում խրովվածներից։ Տարվա էներգիան հզոր է և անկանխատեսելի, ուստի այն պետք է նշվի կրակի ոգով, ուրախությամբ, անկեղծությամբ և ձեր իրական ցանկությունների վրա կենտրոնանալով, այլ ոչ թե ուրիշների սպասումների։ Իսկ թե ինչ է պատրաստել 12 կենդանակերպի նշանների համար տարվա խորհրդանիշը, բացահայտում է հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը։ 2026 թվականը կարմիր հրեղենձի տարի է ըստ արևելյան աստղաբանության, բայց ասում չէ, որ ես արևմտյան աստղաբանության ջատագովներից եմ, 15 տարի արդեն այստեղ աշխատում եմ։ Ռուսերեն ասում են վայված, բայց ես վայված չեմ անում, ես հանգստանում եմ եւ հաճույք եմ ստանում, մանավանդ որ այդ բացահայտումներն եմ կատարում, որ օգնում եմ մարդկանց, որ ինքս նաեւ բռնել եմ ինքնազարգացման ճանապարհը։ Ահա, կարմիր հրեղենձի տարում բնականաբար ակտուալ են կարմիր եւ ոսկեգույն այդ երկու գույները։ Անպայման համադրեք։ Ես փորձում եմ համադրել, այստեղ իմ մոտ ոսկեգույնի մոտ արծաթագույնն է, ձեր դեպքում էլ շպարը, հա, եւ մատնահարդարումն է, համենայն դեպս փորձել ենք տոնական տրամադրություն տալ, բայց այս մասը շրջանցենք, անցնենք ավելի կարևոր հարցերի պատասխանների, այո, ովքեր են հաջողակ, հա, այս տարի, հաջողակները քիչ չեն, երկու այսպես դաշտով դասավորենք, եթե Յուպիտերի համար ենք դիտարկում, Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում է, մինչև 2026 թվականի հունիսի վերջ այդտեղ է, մեկ տարի է այստեղ է, միշտ ասում են, որ այն բարեկեցության մոլորակը գտնում է իր համար ամենաբարենպաստ նշաններից մեկում, խեցգետնում, խեցգետնինը հայրենիք, օջախ, ընտանիք, ես տեսնում եմ ընտանիքներին այսպես բազմազան են իրավիճակները, եւ երեխաներ են ծնվում, եւ բնակարաններ են գնում, եւ հողատարածք են գնում, եւ այգիներ են հիմնում, որտեղ դրանց արդյունքը դուք տեսնել եք 4, 8, 12 տարի հետո։ Մինչև 2026 թվականի հունիսի 30 ծնվածները Յուպիտերը խեցգետնում է լինելու, նրանք ազգի համար պիտանի ղեկավարներ չէ, հեղինակություն են լինելու։ Մեր ղեկավարների մեջ կան անձիկ, որոնց Յուպիտերը խեցգետնի կենդանակերպում է 4 ղեկավարներից 2-ը մոտ այդտեղ է։ Թե ինչպես է ղեկավարը, դա հարցի մյուս կողմն է, բայց իծն է, իրենք ունեցել են այդ հնարավորությունը եւ հետ նրանք են հասել այդ կարևոր գործը պաշտոնը ստանձնելու այդ առավել բարձր շեմին, հա։ Էլ ինչ ասեմ, կարևոր է ձկներ, խեցգետին, կարիճ, ձկների մոտ եմ նկատել, որ երեխաներ կարող են ունենալ, երեխաները ձկների 5-րդ տունն է սիմվոլիկ։ Խեցգետին այծեղջուրների մոտ անձնական կյանքը դասավորելու միտում, խեցգետները իրենք իսկ նախաձեռնությամբ այծեղջուրները մի քիչ փոխեք ձեր կարծրատիպերը, սիրելի այծեղջուրներ, մինչև այս տարվա կեսերը հնարավորություն կունենաք ձեր անձնականը դասավորելու, ընտանիք, հայրենիք, օջախ, կամ պետք է վերադառնաք, կամ կկառուցեք ձեր անձնականը։ Իհարկե դժվար է այծեղջուրը, խեցգետին դա այդ առանցքն է, այծեղջուրները բավականին սառն են, այծեղջուրը դա պետականությունն է, խեցգետինը օջախ, ընտանիքը ինչի կարա պետականությունը լինի առանց ամուր ընտանիքի օջախի։ Ահա, ցուլերի եւ այստեղ դիտարկում ենք ցուլերի եւ կներեք, ահա, ավելի ճիշտ խեցգետնից հետո գնանք առյուծ եւ ջրհոս, իրենց դեպքում 12-րդ, 6-րդ տներն են, աշխատանքի հետ կապած հարցեր ակտուալ կլինեն, առյուծները հնարավոր է մեծացնեն իրենց աշխատանքային եւ process-ը եւ այդ ամբողջ գործունեությունը հնարավոր է տան անդամների, բերեք այնտեղ որպես ղեկավար որևէ մեկին նշանակեք կամ ընտանեկան մթնոլորտ, ապահով մթնոլորտ կլինի ձեր աշխատանքում
Եվ նաև հաջորդ առանցքը դիտարկումը ջրհոսների համար ջրհոսները մի քիչ կարող են մեկուսացման գնալ, բայց այդ մեկուսացումը նրանց թույլ կտա իրենց անձնականը դասավորելուն, քանի որ ջրհոսների գիտեք կյանքը այսպես բուրն է, ջրհոս, երկօրյակ, դա ինֆորմացիա է դասնում եւ գիտեք սիրելի Իլոնա, որ հիմնականում բլոգերների մոտ ես հանդիպում եմ ջրհոսի կենդանակերպի ազդեցության տակ հիմնականում կարկառում ներկայացուցիչներ 6 որ կա գրված 2 այդ երկու բլոգերները մեկը Ռուսաստանում, մյուսը Հայաստանում նրանք ջրհոսի կենդանակերպի ազդեցության տակ ծնված են, բայց ավելի լավ է ձեր ընտանիքի հետ կապված հարցերը սիրելի ջրհոսներ չհանրայնացնել, փորձեք գաղտնի պահել հանրության աչքերից, հնարավոր է բալիկի սպասեք երեխա ունենաք, բայց թող ամեն ինչ տեղը տեղին լինի, երբ որ արդեն հստակ գիտեք, որ երեխան առողջ է, երեխայի համար արդեն հարմար պայմաններ կարող եք ստեղծել իր զարգացում ունենալ։ Ինչև է գաղտնիքներ, մեկուսացում, հարկադիր մեկուսացում, իսկ այն ջրհոսները, որոնք գտնում են մեկուսացման վայրերում, հնարավոր է, որ դուք ամնիստիա են ասում կամ համաներում, բայց ասին ըստ չգիտեմ եվրոպական կոնվենցիա այդ ամենը չկա սիրելիներս, ես ուղղակի ասում եմ այն նախադրյալները, որոնք աստղաբանություն են կամ այն իրավիճակներ, որոնք աստղաբանորեն հնարավոր են կամ ուղղակի ձեր այնտեղ բնակվելու, այնտեղ ապրելու կեցության վայրի ավելի դրական, ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն։ Սիրելի կույսեր եւ սիրելի ձկներ, ձեր երեխաների ձկների համար նրանց երեխաների լուբով դետվորչство միշտ ասում եմ նենց գեղեցիկ է հնչում այդ իմ խոսքերը իրար հետևից որ ասում եմ դա երջանկության տանն է սիրելի ձկներ սիրելի կույսեր ձեզ երեխա է սպասում եթե կույսերի դեպքում առողջական խնդիրներ կան ապա հնարավոր է որ այդ ամենը արհեստական ճանապարհով լինի բայց ես աղոթք եմ չասել այստեղ եմ ասել այս նախորդում եմ ասել, ուրեմն պետք է նորից ասեմ, ամսի 25-ին 26-ին լուսինը գտնվելու է ձկների կենդանակերպում, բացվում են երկրքետերները, այո, որովհետև ձկներում դա քրիստոնեության դաշտն է եւ վերին ուժերը բարձրալը Աստված հնարավոր է ձեզ լսի եթե դուք համապատասխան կարման արդեն իսկ ապրել եք ձեր սխալները ուղղել եք ապա ձեզ կտրվեն երեխաներ սելի ձկներ կույսեր կարիճներ բոլորի բայց ընդհանուր աստղաբանության մեջ ձկների եւ կույսերի համար է 8-րդ տունը որն է հիմա մի հատ նայեմ աղեղնավորիներին հնարավոր է լինի կրկին ձեր աղոթների արդյունքում քանի որ ձկներ եւ աղեղնավոր ձեր հովանավորները ընտանիքի համալրում գիտեք բարեկեցություն ամեն ինչ բայց եկեք աղոթքը ասենք նորից Տեր Աստված պարգևիր մեզ հոգեպես ֆիզիկապես մտավոր առողջ երեխա Տեր Աստված կամ ների մեր բարձրալ այդ ուժերն են ինչպես կարող եք Հիսուսին դիմել ում կցանկանաք այն ուժերը որոնք բարի այդպես տրամադրվածություն ունեն որոնց դիմելիս հնարավոր է որ ձեր երազանքները կատարվեն առանց նախապայմանի չասեք Տեր Աստված սա եմ ուզում տուր երեխա ինչպիսի երեխա ուզում եք թող լինի չէ եկեք աղոթքը կրկին ասենք սկզբից մինչև վերջ, որ դուք կարողանաք հստակ այն ասել եւ դրա պատասխանը կգա ձեզ ժամանակի ընթացքում։ Տեր Աստված, պարգևիր մեզ ֆիզիկապես, հոգեպես մտավոր առողջ երեխա, ների մեր գիտակցված, չգիտակցված մեղքերը, ազատիր կարմայի կապանքներից։ Ի վերջո դուք մանավանդ կույսերը, ձեր ապագա պլանները, ձեր ընտանիքի, ձեր հայրենիքի, բնակ տարածքի, կենցաղի հետ կապված հնարավոր է կատարվեն 11-րդ տունը պլաները։ Իսկ սիրելի ձկներ, ձեզ երջանիկ ժամանակներ են գալիս, նրանք ովքեր երեխաներ չեն ունեցել 12, 24, 36 տարվա այդ վաղեմության դեպքերը իրադարձությունները կարող են հաջողությամբ պսակվել։ Եթե երեխա ունեք ձեր տարիքը անցել, ապա ձեզ կարող են ծնվել թոռնիկներ։ Ձեր երեխայի երեխան։ Եթե դուք արդեն 36, 48, նույնիսկ 59-60 այդ տարիքային շրջափուլում եք։ Սիրելի կշեռքներ, խոյեր, կշեռքների համար դա իրենց վարկանիշն է, իրենց հանրային կյանքն է, քանի որ կշեռքը միշտ ասում է սվետская жизнь, ձեր սոցիալական դիրքն է, այո, ձեր սոցիալական դիրքը կարող է բարելավել, նաև սոցիալական դիրքի բարելավում դա կարող է լինել ամուսնությունը։
Դրական մոտիվներ կան այդ ամենը իրականացնելու, երջանիկ լինելու, ընտանիք կազմելու, ձեր երկրորդ կեսին գտնելու, նաև եթե դուք ղեկավար եք, ձեր ղեկավարման այդ դաշտում կարող է շատ առողջ մթնոլորտ լինել, ընտանեկան մթնոլորտ, բայց որը կբերի ապահով այդպես հոգեբանական այդ բան իրավիճակ եւ հնարավոր է որ ձեր ղեկավար կամ ձեզ հնարավոր է ղեկավար կարգել կամ ձեր ղեկավարի հետ ձեր հարաբերությունները կարող են շտկվել եւ դուք ունենաք հաջողություններ, այսինքն սոցիալական դիրքի բարելավում, սիրելի խոյեր, ձեր տանը հնարավոր է հաջողություններ լինեն, ճիշտ է, խոյ խեցգետին այդ կամ կշեռ խեցգետին այդ դաշտը իրենք այս խաչն է, տեսեք կշեռք, խոյ կշեռքից հետո գալիս է այդ ծեղջուր խոյցգետին, դա կարդինալ խաչն է, դժվարություններ կարող են լինել տանը, օջախում, հայրենիքում, բայց այդ դժվարությունները հաղթահարելի են, սիրելի խոյեր, հնարավոր է, որ ձեր մայրիկը ձեզ ուղղակի կտակի ձեր տունը, եթե իհարկե արժանի զավակեք եւ կգա բարեբերություն, հաջողություններ, մեծամեծ հաջողություններ ձեր տուն, ձեր ընտանիք, ձեր այդ բնորանը, խեցգետին նաև բնորանն է։ Սիրելի կարիճ եւ ցուլեր, կարիճների դեպքում 9-րդում հիմա կասեք, ինչու եք մարդկանց ուղարկում արտերկիր, ինչու եք արտերկրի համար, սիրելիներս, ընդհանուր աստղաբանության մեջ այս դաշտը, այս տունը վերաբերում է արտերկրին, կարիճներ սիրելի, հնարավոր է, որ արտերկրում արդեն դուք ստանաք ձեր բաղձալի քաղաքացիությունը, որը հնարավորություն կտա գաք հայրենի օջախ, տուն, տեղ, այնտեղ բնակ տարածքի ընդլայնում, ընտանեկան այդ ստատուս կարող եք ստանալ, որտեղ Սատուրնը երբեմն ստատուսն է, բայց Յուպիտերն էլ այն կտա ձեզ բարեկեցություն արտերկրում, բայց այն միտումով, որ պետք է դուք նաև գաք հայրենիքի հետ կապը չկտրեք եւ գնեք այստեղ բնակարան, օջախ, այգիներ, այն ինչը կշենացնի մեր հայրենիքը։ Սիրելի ցուլեր, ձեր երրորդ տանն է, ձեր քույր, եղբայր հնարավոր է իրենց կյանքը դասավորեն, հնարավոր է գնեք փոխադրամիջոց, որը ձեր այդ մեծ ընտանիքին կարող է տեղափոխել, բարեկեցություն ձեր հարազատների, քույր, եղբայր, հարևանների շրջանակներում, որը նաև այդ դրական բարենպաստ այդպես իրավիճակներ կբերի ձեզ կյանք, հնարավորություն կտա ընդլայնելու ձեր մտերիմների շրջանակները, այնտեղ դառնալ հեղինակություն, իսկ եթե դուք այն դաշտում եք, այն ոլորտներում եք աշխատում, որը կապ ունի նաև տեղեկատվության, լրատվության հետ, այնտեղ բարերար մեկը կգտնվի, որը կօգնի ձեզ այդտեղ ձեր հաղորդումները եւ տարածելու եւ նաև հաղորդման, այո, այդ լրատվական այդ դաշտում մեծամեծ հաջողություններ եւ հնարավոր է հովանավոր գտնեք այդ հովանավորը, որը կօգնի ձեզ առաջ խաղացումների հարցում։ Աղեղնավոր երկօրյակ ֆինանսական դաշտում է, սիրելի երկօրյակներ, գումար կարող եք աշխատել տան անդամների միջոցով, հնարավոր է գնեք կրկին սեփականություն, երկրորդն է, որտեղ սեփացուլի միտումներն են, սեփականություն, ձեր տունը, ձեր տարածքը, հնարավոր է որոշեք սեփական տուն գնել, որտեղ Սատուրնի հետ տրիգոնը գնում է, մեկի այդ տրիգոնը 59-60 տարի մեկ է լինում եւ մոտակա 1-2 ամիսներին դեռ այն ակտուալ է, ընտանիք, օջախ, հայրենիք, ֆինանսական միջոցներ եւ ներդրումներ եւ նաեւ այդ դաշտերից հնարավոր է ձեզ կան ֆինանսական հաջողություններ, դե ասեցի, որ աղեղնավորների դեպքում էլ ձեզ հնարավոր է ժառանգություն, եւ խոյերը եւ աղեղնավորները, կամ կապիտալ ներդրումներ, որոնք կբերեն ձեզ մեծամեծ հաջողություններ, այդ ներդրումները կարող են կատարել ձեր զուգընկերը, ձեր գործընկերը, որտեղ 8-րդ տունը դա զուգընկերոջից, գործընկերոջից եկած գումարները, գործընկերներ կամ անձինք կամ ձեր երկրորդ կեսը, որը ուղղակի կարող է ձեզ մեծ նվեր մատուցել, գնել ինչ-որ կարևոր մի իր կամ կարևոր ինչ-որ մի բան, դա կարող է լինել ընտանիքի տեսքով։ Նաև եթե սիրելի աղեղնավորներ, երկօրյակներ, երեխաներ չեք կարող ունենալ, 8-րդում դա վերարտադրողական համակարգն է, մանավանդ աղեղնավորների մոտ հնարավոր է հենց այդ միջոցներով կարողանան իրենց երազանքը իրականացնել, այո, վերջապես կզգան երեխա ունենալու այդ մեծ երջանկությունը, բայց ամենամեծը,
այսպես իրատեսականը դա ջրի եւ հողի ազդեցության տակ ծնվածների մոտ է։ Ես ասում եմ ձկներ, խեցգետին կարիճ, ես սպասում եմ ուղղակի այդ անձանց, այդ կանանց, որոնք պետք է երջանկանան մինչ 2026 թվականի առաջին կեսը։ Այսքանը։ Շնորհակալ եմ լավատեսական նոտայով տարին ամփոփելու համար, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ տարի 2026 թվականին եւ կփորձենք հասկանալ, թե ինչպես որ ձեր նախորդ բոլոր կանխատեսումները գրեթե այռուցի բաժինը կատարվում են, արդեն կխոսենք այսօրվա կանխատեսումների արդեն իրականության մասին։ Շնորհակալ եմ։ Թող տարին լինի երջանկության, բարաբերության տարի, թող բոլորի երազանքները կատարվեն։